Տիգրան Ավինյանը տեսանյութով հայտարարեց, որ մայիսի 1-ից բարձրանալու է Երևան քաղաքի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը 15-ից 20%։ Դա լավ է, որ մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձը բարձրանալու է, բայց դիտարկենք մի քանի փաստ։ Ինչի հիմա։ Ինչի 15-ից 20%։ Ուրեմն 2025 թվականին ես ավագանու նիստերի ժամանակ, մի քանի նիստի ժամանակ բարձրացրել եմ այս հարցը, մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը, պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձը, բժշկական հիմնարկների ընդհանրապես։ Ուրեմն երաժշտական եւ արվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու հարցը ես ավագանու նիստերի ժամանակ բարձրացրել եմ։ Վերել եք մի նախագիծ, որով վաճառատնտեսական մասում 7 հոգու աշխատավարձ 286,000-230,000 դրամ աշխատավարձեր են կազմում։ Ես բարձր աշխատավարձերին դեմ չեմ, բայց եկեք այս աշխատավարձերը համեմատեք Երևան համայնքի ենթակայության տակ գտնվող այլ հիմնարկ ձեռնարկություններում աշխատող մարդկանց աշխատավարձերին, օրինակ պոլիկլինիկաների աշխատողների, բժիշկների, բուժքույրերի կամ մանկապարտեզների աշխատողների խոհանոցում կլինի աշխատողը, թե դայակ դաստիարակ կլինեն, իրանց աշխատավարձերին համեմատեք, տեսեք, երկու եւ ավել անգամ այս ցուցակով ավել են ստանալու մարդիկ, քան վերանշած կառույցների աշխատողները։ Ինչքանով է դա արդարացի։ Դա արդարացի չի։ Եթե այստեղ մարդիկ ստանալու են 230-286,000 դրամ աշխատավարձ, պահակը, վարորդը, էլեկտրիկը, ուրեմն մանկապարտեզի եւ պոլիկլինիկայի աշխատողները ավելի արժանի են այս նմանատիպ աշխատավարձ եւ ավելի աշխատավարձ ստանալու։ Ուրեմն պետք է վերանայել մանկապարտեզներում աշխատողների, պոլիկլինիկաներում աշխատողների եւ համայնքային այլ կառույցներում աշխատողների, ուրեմն արվեստի, մշակույթի, երաժշտական դպրոցներ կլինեն, այդ կառույցներում աշխատողների աշխատավարձերը պետք է վերանայվի, որովհետեւ հայտարարակ հարաբերություն է այս աշխատավարձերի ինչ որ նախատեսել եք եւ այն կառույցներում, որ նշեցի։ Խոսքս վերաբերում էր սրան։ Ուրեմն անցած նիստի ժամանակ համայնքային կառույց ձևավորվեց կամ որոշում ընդունվեց այդ համայնքային կառույցի մասով։ Խոսքը երթևեկության կազմակերպման, երթևեկության կառավարման կենտրոնի մասին է, որի մասին ես խոսք ունեցա եւ ասեցի, որ այդտեղ աշխատավարձի մասով կոնկրետ մի բաժնի աշխատակիցների աշխատավարձերը, այդ ուրեմն վարչատնտեսական մասի աշխատավարձի մասին է խոսքը, ավելի բարձր են, քան Երևան քաղաքի ուրեմն ենթակայության տակ գործող մանկապարտեզների կլինի, պոլիկլինիկաների կլինի, ուրեմն երաժշտական դպրոցների աշխատավարձերը կլինի։ Դրանից հետո ես նամակով առաջարկեցի ձեզ, պարոն Ավինյան, որպեսզի վերանայվի այդ կոնկրետ մանկապարտեզների եւ պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերը, պատասխանեցիք, որ մանկապարտեզ կոնկրետ պոլիկլինիկաների մասով բժիշկ-բժշկուհիների աշխատավարձերի բարձրացումը ձեր տիրույթում չի։ Լավ, ընդունեցինք նախարարի տիրույթումը։ Մանկապարտեզների մասով պատասխանել եք, որ մոտավորապես այսպես 24 թվականի փետրվարին բարձրացրել ենք 2 միլիարդով կամ 15-ից 30%, էսա, всё, ժողովուրդ ջան։ Հիմա տեսեք ինչ է կատարում, հարգելի երևանցիներ։ 24 թվականի փետրվարից 26 թվական, ուրեմն գույքահարկը ձեր համար թանկացել է 13 միլիարդ 13.5 միլիարդից դարձել է 26.7 միլիարդ։ 24 թվականից մինչև 26 թվականը ձեր համար տրանսպորտը թանկացել է 50%-ով, բայց ձեր աշխատավարձը մնում է նույնը։ Ուրեմն բացի այն, որ այդ ես 1 րոպեվա մեջ կավարտեմ, փորձեմ ավարտեմ։ Բացի այն, որ այդ կառույցն է ստեղծվել, այսինքն Երևանի երթևեկության կազմակերպում կամ կառավարման կենտրոնն է ստեղծվել, նաև բերվել է նախագիծ, որով պետքա բարձրացվի վերահսկողության ծառայողների, ոչ թե բարձրացվի, այլ ավելացվի վերահսկողության ծառայողները Երևան քաղաքում եւ հասարակական կարգի պահպանման աշխատակիցները պետք է ավելացվեն։ Եվ նրանց աշխատավարձը 280,000 դրամից բարձր է, բայց ձեր աշխատավարձը 160-150,000 դրամ է, պատկերացրեք հարգելի երևանցիներ։ Պետք է վերանայվի այս մարդկանց աշխատավարձը, ես նորից եմ կրկնում, իմ առաջարկը ուժի մեջ է, ինչ որ գրել եմ ձեզ։ Ինչ է ստացվում։ Փաստորեն, որ Տիգրան Ավինյանը կարող էր մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել հունվարի 1-ից, չարեց այն հունվարի 1-ից եւ որոշումը կայացրեց փետրվարին, որ մայիսի 1-ից աշխատավարձը բարձրանալու։ Իսկ մայիսի 1-ից բարձրացված աշխատավարձը ստանալու են հունիսի սկզբին, հունիսի 3-ին, 4-ին, 5-ին։ Այսինքն սա դասական ընտրակաշառք կարելի է դիտարկել մանկապարտեզի աշխատակիցների համար։ Լավ է, որ բարձրացվել է աշխատավարձը, նորից եմ կրկնում։ Ես իմ հայտարարություններում միշտ ասել եմ, որ
Ես կողմ եմ, որ մարդիկ բարձր աշխատավարձ ստանան, բայց այս աշխատավարձը պետք է բարձրանար հունվարից, առնվազն հունվարից, եթե ոչ 25 թվականին, եւ երկրորդը աշխատավարձը պետք է բարձրանար ոչ թե 15-20%, այլ պետք է բարձրանար ավելի շատ։ 2025 թվականի վերջում, երբ որ 26 թվականի բյուջեն էին քննարկում, այս մասով ոչ մի կետ չեք տեսնի, ոչ մի ուրեմն որոշում այս մասով չի եղել, ոչ մի քննարկում չի եղել, թե ֆինանսավարկային հանձնաժողովում, թե ավականուն նիստի ժամանակ։ Եվ հանկարծ ստացվում է, որ փետրվար ամսին Տիգրան Ավինյանը որոշում է, որ պետքա աշխատավարձերը բարձրացվի եւ այն էլ մայիսի 1-ից։ Հարգելի երևանցիներ, ես ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզների, երաժշտական եւ արվեստի դպրոցների աշխատակիցների, նաեւ պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձը պետքա բարձր լինի եւ հավասարեցես լինի այն աշխատավարձին, ինչ որ ստանում են Երևանի քաղաքապետարանի այլ հիմնարկ ձեռնարկություններ։ Օրինակի համար 2025 թվականին ստեղծված Երևանի երթևեկության կառավարման կենտրոն ՀՕԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձին։ Այսինքն, մանկապարտեզի աշխատակիցները նույնպես պետք է ստանան նմանատիպ աշխատավարձ կամ նման չափով աշխատավարձ։